գալուց բացեստում այս բուջոր մրլուտիկին հանդիպեցինք այս սուվատյա հմկաթիկ ենք տվել շասիսկ ենք տվել ուտումը մրլուտ նե չես գալիներս Прости. Ուտումը այսօր երկուշաբթի է, արտաքին չենք տարել սադիկ, որոշել ենք գնանք կինոթեատր Ардак, привет! Привет! Мы будем смотреть кинотеатр «Два Чебурашка». Գնում ենք Չիբուրաշկա երկուսը նայելու Կինոթեատրը այս տեսքն ունի, Մարկոմոլի կինոթեատրն է Кино. Вот так называется. Это не самое. Огромный преступник. Да. Шоколад для собаки – это яд. Можете, пожалуйста, помочь мне найти мою собаку? Вы поставили все на свое дело, правда? У вас расстояние, у меня скорость. Так точно. Молодец. Держи. Крась перила. Нет. Да у меня уже от этой краски голова кружится. Будешь всегда со мной. Я не могу понять, как это все сказать. Смею я. Ну все. Այստեղ պատմում եմ այն մասին, որ առաջին անգամ գնացել եմ սպորտզալ ու առաջին օրն էր պարապմունքիս, գրուպավոր զանյացիաներին մնացել եմ ընդամենը 40 րոպե, բայց իրանք առհասարակ տևում են մոտ 1 ժամ, ուղղակի առաջին օրն է, շատ դժվար էր երկար բաց թողումից հետո նորից վերականգնել այն մարզականունակությունները, որը որ առաջ ունեի, ճիշտ ասած գրուպավոր զանյացիաներից այդքան էլ տպավորված չեմ, ու հիմա մտածում եմ այն մասին, որ կարելի է նաև անհատական պարապմունքներ վերցնել առանձին տրեյների հետ։ Իսկ ձայնային եմ անում, որովհետև ավտոբուսի մեջ էի, շուխուրը շատ էր ու միայն վիդեոն դիտելուց հետո հասկացա, որ դուք ինձ երևի թե չեք լսի։ Так, сейчас мы играем. Вот это охотник. Поставь лайк и нажми кнопку подписаться.
ներկայացնել նաև մի փոքր շաքարավազ։ Եթե իհարկե քաղցրի սիրահար եք։ Եկել եմ արտակին սաջիկից տուն տանեմ։ Այսօր այնքան ցուրտ է այստեղ, -25 գրած, բայց նենցա որ -33-ի տպավորություն է թողնում։ Այս մեր սաջիկն է։ Այստեղ արտակը սովորում է արդեն սեպտեմբերից երևի հաճախում է սաջիկ այստեղ։ Շոտ ցուրտ է ժողովուրդ, անտանելի է։ Քամուձեն է բսվում է։ Ժողովուրդ չգիտեմ, ահավոր ցուրտ է։ Առավոտ երեխուն արշներ տարեսաջիկ, եկավ ասես մար ահավոր է, ես է չպատկերացրեցի, որ այդ աստիճանի արտակը այսօր բժշկի կողմից նշանակված մասաժների էր գնացել, ի զարմանս ինձ բավականին հանգիստ էր, թողնում էր, որ իրեն մասաժ անեին։ Որոշեցի մի փոքր խոսալ այն թեմայի շուրջ, որ ես չեմ կորել ժողովուրդ, ես էստեղ եմ, ուղղակի այնքան ցուրտ է դուրսը, այն որ աննորմալ ցուրտ է։ Այս տարի ես նոր այդ ՌԴ-ի ցուրտ ասվածը, ՌԴ-ի ձմեռ ասվածը նոր հասկացել եմ ինչ բան է։ Համարյա -33 միջև իջել է ու տնից դուրս գալ ուղղակի հնարավոր չէ։ Գործից տուն, տնից գործ, երեխուն սաջիկից բերել տուն, անգամ խանութ իջնել է, իրոք այն օրը Արշակի հետ դուրս եկանք, ուզում էինք խանութ գնենք, հասանք մինչև շենքի վերջ, թողեցինք հետ եկանք, ինչի համար, որովհետև շատ ցուրտ էր ու անհնար էր ուղղակի ճանապարհը շարունակել, հետ ենք եկել դաստավկա ենք պատվիրել։ Չգիտեմ, ահավոր ցուրտ է ժողովուրդ։ Իմիջայլոց կոմենտների մեջ գրեք, թե քանի անգամ եմ ես օգտագործել այս ահավոր բառը այս վիդեոյի մեջ։ Ոնց որ շատ։ Գիշերվա ժամը 11:30 է, իսկ ես ինչ եմ անում, պատրաստվում եմ կոֆե սարքել, կոֆե եմ վել։ Այո, իսկ ով ինձ կարգելի, ոչ ոք։ Գիշեր արթուն կմնամ, հարց է։ Իրականում ամեն ինչ լավ է, ամեն ինչ իր հունով գնում է, ուղղակի զուտես ցրտերի համար չեմ կարողանում ոչ մի վիդեո նկարել, դուրս գալ, ինչ-որ տեղ գնալ, տեսնենք երբ տաքերը կընկնի, կշարունակենք մեր վլոգերը ամեն շաբաթ գոնե տեղադրել, իսկ սենց մի քիչ երկար կտևի, տենց 10-14, եթե չեմ սխալվում, վերջինը 2 շաբաթ առաջ եմ տեղադրել, եթե չեմ սխալվում իհարկե։ Արտակին հեռախոս ենք տվել, իմ հին հեռախոսը իրան եմ տվել, հիմա օգտագործում եմ, որ մնում է տատի պապի տուն, համար չունի դեռ, ծրագիր կա, Just Talk Kids է կոչվում, մեծերինը Just Talk ու կարողանում եք երեխայի հետ կապնվել, հիմա Արտակը այդ հեռախոսն է օգտագործում ու հենց պարապամնում զանգում է, գործի կլինենք, թե տանը կլինենք, կապ չունի, ինքը զանգում է, հատես փոքր մեքենաների նաբոր էինք առել ու զանգել էր, ցույց էինք տվել այդ նաբորը, երևի երեկվա մեջ ինքը, եթե չեմ սխալվի, մի 15 անգամ զանգել է ու խնդրել է, որ իր մեքենաները ցույց տանք իրան ու իրիկունն էլ սպասել է, չի քնել, բայց մենք շատ ուշ եկանք, 12-ի կողմերը մոտ երեխան չէր դիմացել, քնել էր, այսօր առավոտ նոր տվել ենք։ Ու ես հիշում եմ ինձ 6 տարեկանում, որ մենք ընդամենը դուրս էինք գալիս, տունտունիկ էինք խաղում, կամ այդ մամա դոչկա էինք խաղում, չգիտեմ, երևի հեռախոս երբ ենք ունեցել, ես հեռախոս ունեցել եմ երևի 8-9 տարեկանում, բայց ես ունեի այդ հեռախոսը, այդ Nokia-ն 8-9 տարեկանում ու մեջը զմեյկա կար, չէ, մենք այդ զմեյկան էինք խաղում, Bluetooth-ով երգեր փոխանցելը, տելևիզորով լսել զապիս անելը, չգիտեմ, երևի այդ ամեն ինչը շատ հետաքրքիր հուշ է թողել բոլորիս մեջ, բայց այս երեխեքը, այս սերունդը, որ արդեն հեռախոսով են,
չգիտեմ, կարող է այդ հուշերը չունենան, որովհետև իրանք ունեն համարյա ամեն ինչ, ինչը որ մենք չունեինք, ինչի պակասը որ մենք էինք զգում այն ժամանակ, ChatGPT-ն օրինակ, սովորելու առումով շատ օգնում է հիմա երեխաներին, քան այն ժամանակ մենք, որ պիտի Google-ով պոիսկ տայինք, ման գայինք, տեղեկությունը գտնեինք, բայց մինչև Google-ն էլ անգամ մենք չունեինք այդ հնարավորությունը, ու ինչ էինք անում մենք, ճիշտ է գնում էինք գրադարան, որպեսզի հանրագիտարաններում գտնեինք մեր ցանկացած տվյալները ու լրացնեինք դրան։ Իրանց համար բավականին հեշտ է, այդ հիշողությունները կարող է իրանք ուրիշ ձև են լրացնում իրանց մեջ, չգիտեմ, դեռ Արտակի հետ այդ թեմայի շուրջ չենք խոսացել, բայց ինձ թվում է, որ որոշ տարիներ հետո իրանք ուրիշ հիշողություններ կունենան, ուրիշ հիշելու բաներ կունենան, որը իրանց համար շատ թանկ կլինի։ Ոնց որ հիմա մենք հիշում ենք մեր 7 քարը, հալամուլան, գործնագործը, անուն գոռոցին ու մնացած հետաքրքիր խաղերը։ Շնորհակալ եմ, որ դիտում եք ինձ, շնորհակալ եմ, որ չեք մոռացել։ Բայ բայ։